Սիրելիներս ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, իմ շատ սիրելի բարեկամ, պատրաստելու ենք այսօր շատ համեղ կարկանդակներ, սովորական ունիվերսալ խմոր ենք անելու, որով կարող եք պատրաստել պիցցաներ, կարող եք պատրաստել հաց, կարող եք տարբեր տեսակի կարկանդակներ, նույնիսկ քաղցր միջուկով, այնպես որ գնացինք, հեշտ է պատրաստման եղանակը, սիրելիներս, նույնիսկ կարտոֆիլն եմ արդեն եկել պատրաստել, որ արագ ստացվի։ Անհրաժեշտ է լինելու ընդամենը կես լիտր ջուր, գոլ է իմ մոտ ջուրը, որպեսզի խմորիչը աշխատի։ Անհրաժեշտ է խմորիչ 9 գրամ, կխառնենք և 700-ից 800 գրամ ալյուր ունենք, կախված է թե որքան ալյուր կպահանջվի խմորի։ Ավելացնում ենք ալյուրը քիչ-քիչ, մահով անցկացրեք նախապես, որպեսզի հեշտ ստացվի։ Մի քիչ որ ալյուրը խառնում եք, արդեն կարող եք աղել ավելացնել։ Մոտավորապես 10-ից 15 գրամ աղ ենք ավելացնում, ես աչքաչափով եմ միշտ աղ անում։ Կախված է թե ինչի համար ենք պատրաստում խմորը։ Եթե քաղցրի համար եք պատրաստում, քաղցր միջուկ է ունենալու, շատ աղ մելացրեք, որպեսզի հետո հաճելի լինի։ Հիմա գդալը կփոխեմ, որպեսզի հետո հեշտ լինի։ Իդեպ, ալյուրը կախված է նաև նրանից, թե որքան եք տաքացրել ջուրը, որքան տաքություն ունի։ Եթե շատ տաք եք անելու ջուրը, իհարկե խորհուրդ չեմ տալիս, այդպես խմորիչը կարող է չաշխատել ու ձեր խմորը չդարձնա, պետք է գոլ լինի, որովհետև որքան տաք է լինում ջուրը, այնքան շատ ալյուր է պահանջվում, հետո ծանր խմոր եք ունենալու։ Տեսեք, ես չեմ շտապում ալյուր ավելացնել, այսպես լավ թողնում եմ, որպեսզի ամբողջը խառնվի, նոր քիչ-քիչ էլի կավելացնեմ։ Իմ մոտ ալյուրը 700 գրամ էր, բայց հնարավոր է ձեր մոտ 800 գրամ պահանջվի, 750 գրամ պահանջվի, սիրելիներս, այնպես որ այսպես իմ նման քիչ-քիչ ավելացրեք, որ լավ ստացվի։ Հիմա ձեռքերով ենք արդեն հավաքում խմորը։ Տեսեք, խմորս լավ հավաքվել է, ընտիր խմոր, այսպես պետք է լինի, մի փոքրիկ ձեթ ենք անում, որպեսզի ավելի արագ հավաքվի, շատ քիչ, այսպես։ Ու վերջ, հետո ծածկելու ենք, թողնելու ենք, որպեսզի հասունանա։ Դե կախված է, թե ինչ միջավայրում եք պահելու, որ հասունանա խմորը, դրանից էլ է կախված։ Այնպես որ մեկի մոտ 1 ժամ, մեկի մոտ 2 ժամ, իսկ այդ ընթացքում կպատրաստենք նաև կարտոֆիլը, կարտոֆիլով ենք պատրաստելու, երեխաներս իմիջիալոց նրբերշիկով են շատ սիրում, տանը ունեմ, տեղաս ասել է, որ անպայման նրբերշիկով էլ պատրաստեմ, տեսնենք։ Վերջ, այսպիսի խմոր պետք է ստացվի, տեսեք, նուրբ խմոր է, ձեռքերին չի կպնում, փափուկ է, նուրբ է, դնում ենք այսպես, ծածկում ենք, թողնում ենք, որպեսզի ինքը հասունանա։ Մի հատ մի թեթև հավաքեմ ու պատրաստենք միջուկը։ Սիրելիներս, կարտոֆիլը եփել եմ, դուք հատուկ չափ չկա, հնարավոր մեկը շատ է լցոնում, մեկը քիչ է լցոնում, կամ դուք օրինակ կրկնակի եք պատրաստում խմորը, նշանակություն չունի։ Հիմա մի փոքրիկ սոխարած ենք անում, որ կարտոֆիլը արդեն եփած վիճակում պետք է տրորենք ու ավելացնենք։ Ես առանձին եմ սոխարած անում, օրինակ շատերը առանց սոխարածի են պատրաստում, մենք այդպես ենք սիրում։ Մի փոքրիկ սոխարած ենք անում, մի փոքրիկ ձեթով։ Վերջ, սոխարածը պատրաստ է, անմիջապես կարտոֆիլը ավելացնում եմ սոխարածին, տրորում ենք, մի փոքրիկ սեր և կարմիր պղպեղ ենք անելու, եթե կծու սիրում եք, իհարկե կարող եք կծու էլ ավելացնել։
ենք անելու։ Եթե միջուկի համն ու հոտը տեղը չլինի, էլ ինչ համեղ կարկանդակ։ Եվ մի քիչ 4 սամիտ, այ ես շատ եմ սիրում։ Մի լավ կխառնենք, մեր միջուկը պատրաստ է։ Թողնում ենք հովանում է, հիմա կլցնեմ ուրիշ ամանի մեջ, մինչև խմորը կհասունանա, ինքն էլ կհանգստանա, հետո կսկսենք արդեն պատրաստել կարկանդակները։ Խմորս լավ հասունացել է։ Ես այս ընթացքում հասցրել եմ 1000 ձևի գործ եմ արել, ինքը լավ հասունացել է։ Հիմա արդեն կարող ենք պատրաստել թխվածքաբլիթի ուզում ասեի կարկանդակները։ Լավ խմոր է, փափուկ, սիրուն, լավ հասունացած խմոր է։ Գնդեր ենք անելու, մի անգամից պատրաստելու ենք, հետո նոր տապակենք։ Պատրաստելու ենք, սիրելիները շատերը հարցեր են տալիս, որ ինչու է տապակելուց բացվում է։ Բացվում է այն դեպքում, երբ որ մենք խմոր չենք թողնում հանգստանալ։ Հիմա որ պատրաստեք, արդեն կարտոֆիլով լցոնեք, թողեք մի 10-15 րոպե գոնե հանգստանա։ Այդ դրա շնորհիվ չի բացվելու։ Ես փոքրիկ թխվածքաբլիթ եմ ասում, 3 պատրաստել եմ, դրա համար էլ այդպես եմ ասում, կարկանդակներ եմ անելու, շատ մեծ չենք սիրում, որ քանի որ երեխաները մի հատ է կարող է ուտեն ու կշնանան, որպեսզի մեծ չլինի, իրենք էլ իրենց համար հեշտ լինի։ Սիրելիներս, հիմա այսպես վերցնում ենք, քանի որ ինքը լավ ձեթոտ է, մի փոքրիկ էլ ձեռքերը ձեթոտեք, կամ աշխատելու հարթակը ձեթոտեք, մի քանի հատ այսպես բացեք, լցոնեք ու ծածկեք։ Ես արագ եմ լցոնելու։ Մի քանի հատ էլ հետո նրբեշիկով կանենք տղայիս համար, ինքը սիրում է, Անահիտն էլ է շատ սիրում։ Սիրուն այսպես հարթեցրեք ու խմորը այսպես իրար վրա ենք բերում, շատ հեշտ աշխատող խմոր է, սիրուն ծածկում ենք, ձեռքերի վրա հարթեցնում ենք ու վերջ պահում ենք, որպեսզի հանգստանա։ Սիրելիներս, կարտոֆիլով տարբերակը վերջացրեցի, ձեթը արդեն դրել եմ, տաքանում է, մնացածը ինչ մնացել է, նրբեշիկը մի փոքրիկ թավայի մեջ անպայման տապակում եմ, նոր եմ պատրաստում, որպեսզի ներսից հում վիճակում չմնա, չեմ սիրում, որ նրբեշիկը հում են օգտագործում։ Ես չգիտեմ այդ նրբեշիկի մասի մեջ ինչ կա, որ երեխաները շատ են սիրում, շատ վնասակար բան է։ Հիմնականում չեմ առնում, բայց երբ որ այսպես հազարից մի անգամ պետք է լինում, իրենց ցանկությունը կատարում եմ։ Վայ, ես ոնց է բուրում, ամենահամեղ կարկանդակներն են սիրելիներս, այնքան արագ ստացեց, չեք պատկերացնի։ Մի քիչ սկզբից ձեթը ավելի տաք էր, արագ մինչև հասցրեցի շրջեմ, ու շատ լավ է լինում, որ նախապես բոլոր պատրաստում ենք, որ այդպես հեշտ արագ ստացի։ Հիմա կամ տեսեմ, տեսակ չէ, մեջը փուչ, այդպես պետք է լինի, որ խմորը լավ թխված է լինի, ոչ թե ծանր, թեթև, փափուկ, նույնիսկ համեղը չեք անուշ է բորում սիրելիներս, հիմա կփորձեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, դուք էլ պատրաստեք ու վայելեք, ամենահամեղ բաներն են, ոչ թե կարկանդակները, այլ պրաշկիները։ Ես ինչ լավն է, համեղը։